աուտոիմուն թիրոիդիտի առաջին փուլը դա հիպերթիրոզ փուլն է, որը հաճախ բաց ենք թողնում, որտեղ այն ավելի կարճ է տևում, այսինքն գեղձի ֆոլիկուլների վնասման պատճառով արյան մեջ լինում է վահանաձև գեղձի հորմոնների թիրոքսինի ավել քանակ, որն էլ բերում է հիպերթիրոզի կլինիկական արտահայտման, սա արտահայտվում է դյուրագրգռելիությամբ, շատ քրտնելով, քաշի անկումով, անտեղի բարկացվածությամբ, հասենց ջղային են լինում ավելի հիվանդները, ախորժակի փոփոխություն կարող է լինել, դաշնանային ցիկլի փոփոխություն կարող է լինել, որը մի որոշ ժամանակ հետո արդեն գեղձը տուժում է եւ այլևս հորմոնների արտադրությունը պակասում է եւ առաջանում է թեր ֆունկցիայի Իսկ սա կարող է գեղձի որևէ խնդրի, հիպերթիրոզի, հիպոթիրոզի հետևանք լինել, թե այս խնդրի հետևանքով կարող են այո, այդ խնդրի հետևանքով են առաջանում, ինչպես ասեցի, առաջին փուլը դա հիպերթիրոզի փուլն է, հետագայում հիպոթիրոզի փուլն է, եւ գեղձի կառուցվածքային առումով սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ կարող ենք տեսնել կամ դիֆուզ փոփոխություններ, որը հետագայում լիմֆոիդ հյուսվածքի աճով եւ ֆիբրոզի զարգացումով կարող է գնալ։ Խոսքը նաև տարիքային դիֆուզ փոփոխությունների մասին է։ Ոչ, բորբոքային process, աուտոիմուն դիֆուզ փոփոխությունների մասին է խոսքը, եւ կամ էլ դիֆուզ հանգուցավոր, երբ որ կարող են ձևավորվել նաև հանգույցներ։ Այսինքն նշված ախտանշանների դեպքում, երբ մարդը անհարկի բարկացած է, անտրամադիր է, լարված է, պետք է անմիջապես հենց էնդոկրինոլոգին դիմել եւ չբացառել նաև սա, անպայման։